պահ է, այսօր փաստորեն ծառայում եք նաև խորանում եւ հայր Ռուբենի Անդրանիկ Պատարագն էր առաջնորդի պաշտոնում, մենք տեսանք, բայց ինչպիսի այսպես նախապատրաստական աշխատանքներ էին տեսել Մասիսի առաջնորդանիստ եկեղեցում, անգամ Փաշինյանն էր եկել աջակցելու նախկին թեմակալ առաջնորդին, որպեսզի իր դիրքերը այսպես չզիջի, դուք այս իրավիճակում ինչպես եք նախ տեսնում հանգուցալուծումը եւ ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ փաստացի աշխարհիկ ղեկավարությունը ուղղակի միջամտություն է անում սահմանադրություն շրջանցելով։ Նախ թույլ տվեք ճշտում անեմ, Անդրանիկ Պատարագը չէր, Անդրանիկ Պատարագը դեռ չի եղել, կլինի առաջնորդական պատարագը։ Իր մասնակցությամբ։ Այո, իր ներկայությամբ, այո, առաջ անգամ ներկայացվեց հայ Սուրբ ժողովրդին, խորհրդանշական էր Սուրբ Հակոբը, որովհետև այստեղից փաստորեն մասածոտ թեմից առաջի պատարագը եղավ, որտեղ որ չի հիշատակվեց նաև Գաղափար Հայրապետի անունը եւ մի տեսակ նաև խորհրդանշական էր, որ այստեղից պիտի առաջնորդը սկսի իր հովվական գործունեությունը սրբագրելով կարծեք։ Կարծես հա, նաև սրբագրելով սխալ է։ Դե ցավալի իրողություն է, ցավոք սրտի հիմա տեսնում եք նաև նոր հոգեվորականներ են միանում այս շարժմանը, բայց լիահույս եմ, ոչ թե վիրավորված եմ, վստահ եմ 100-ով առ 100, որ պիտի հաղթանակի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ պիտի նորից վերահսկվի սեր եւ խաղաղություն Հայաստանի Ծառայելական Սուրբ Եկեղեցում, նաեւ մեր հայ ժողովրդի մեջ միությունը պիտի վերականգնվի։ Այն ինչ որ կատարում է այսօր անշուշտ անօրինություն է, անօրինականություն է, սահմանադրական բոլոր նորմերի կարգերի խախտում է։ Մեր բազմադերյա եկեղեցին մեր ժողովուրդը տեսել են ավելի մեծ արհավիրքներ, Փաշինյանից շատ ավելի մեծ արհավիրքներ, այնպես որ սա նույնպես կանցնի, կգնա, կվերանա, տեսել ենք նվաճողներ, արաբական, դենք թեմբուրի, մոնղոլական եւ այլն, Փաշինյանը, չէ, արգել չէ եկեղեցական գործունեության եւ հովվական գործունեության արժեվ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի իր ուխտապահ միաբանության։ Տեսնենք ինչպես կծավալվի, բայց վստահ եմ, որ սա ժամանակի եւ ներվերի պայքար է եւ ժողովուրդը պիտի ամուր մնա, փարված, կարճած իր եկեղեցուն, իր արժեքներին։ Եվ մի հստակեցում հաշվի առնելով, որ ունենք արդեն նախադեպ, երբ ինքնիրավչությամբ քահանան որոշում է դուրս չգալ ուղղակի եկեղեցուց, եկեղեցի, որը օրինակ օծել է վեհափար Հայրապետը, եկեղեցի, որը նաև քահանային հատկացրել է բնակարան, այդ բանալիներն էլ չի փոխանցում։ Հիմա փաստացի Մասիսի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցին է այս իրավիճակում, ինչ է կարծում, եթե անգամ չլքի առաջնորդանիստ եկեղեցին, որը 2015-ին օծել է վեհափար Հայրապետը, ինչ պիտի արվի։ Անկեղծ ասած չեմ կարող այս հարցի պատասխանը տալ։ Նոր առաջնորդ ինքը արդեն տնօրինությունները կանի, վստահ եմ ճանաչում եք հայ Ռուբենին, բավական բանիմաց, գրագետ եւ խորիմաստ հայր Սուրբ է, վստահաբար պատշաճը կտնօրինի եւ բնականաբար հանրությունը տեղը կպահի այսպես։